պլանին, թե ոչ։ Ախր այնքան դժվար է այդ մեկնաբանելը, որտեղ ծիծաղս գալիս է, էլի։ Այս տարիների ընթացքում թվում էր, թե մի երկու գործ կա, որ սրանք նորմալ են կազմակերպում։ Այդ մարդկանց գլխին գործ սարքելը, շար անելը, բայց փաստորեն ստեղել են բավականին անորակ։ Հետևաբար ինչ հեղաշրջման պլան, ինչ բան, դուք տեսաք, երեք ծածկա գրված հրապարակել էին, այսօր պարզվեց, որ դա անցած տարվա ինչ-որ ժամկետանց փաստաթուղթ։ Կարող է հեղաշրջման պլան, եթե ունենայիք կանեք ի վերջո մի բան։ Կարող չեք ունեցել դրա համար չեք կարող։ Հիմա դու ինչ նոր գործ ես ուզում։ Մի բան ընդդիմության առաջնորդը դուք մշտապես քննարկել ենք մեր ժողովրդի հետ աշխատելու, կազմակերպելու, փողոց դուրս բերելու, այդ մշտապես եղել է մեր օրակարգային հարցերը, դրա մասին մշտապես բարձրաձայնել ենք։ այս կերպ ինչ նպատակ է հետապնդում իշխանությունը, պարոն Սաղաթելյան։ Տեսեք, իշխանությունը մի բան անում, փորձում է ոչնչացնել դիմադրության բոլոր օջախները, մարդկանց մեջ վախ սերմանելով, կոտրելով, բռնելով, ջարդելով, փորձում է պահել իր իշխանությունը։ Իսկ դա անելու համար նախ պետք է հստակ արձանագրել, որ դրանք սահմանադրական կարգը տապալելու գործընթացի մեջ են, ինչ որ անում են օրենքից դուրս եւ ստեղ օրենք, մեկնաբանություն, պաշտպանություն անիմաստ է, բեսպրիձել կարգավիճակով, վայնասունը բարձրացրած հիստերիկ գրառումներով, ասեք ծիծաղդ գալիս է, քիչ առաջ տեսնում եմ պաշտպանության նախարարի գրառումը, ասեք չես իմանում, լաց ես, ծիծաղ ես, արա դու պաշտպանության նախարար ես, թե ով ես, ասենք թուրքերի կոշիկները լիզում եք, թշնամին ջերմուկում, Հայաստանի Հանրապետության տարածքից 200 քառակուսի կիլոմետր տարածք զիջել եք, որևէ բան չեք անում, այսօր մեր բանակի վիճակը ինչ որ մատա թափ տալիս, սրիկա չեք, դու սրիկ անել ես դու, հայրենիքն ես դու, ընդհանրապես բոլորդ, այսինքն այս ինչ խոսելու ձև է, այս ինչ է, այս Հայաստանի պաշտպանության նախարարն է, թե Նիկոլի Պաշտպանության։ Ձայնագրությունները, որ լսում էիք, պարոն Սաղաթելյան, ձեր լացն էր գալիս, թե ծիծաղը։ Ինչը։ Ահագին ծիծաղել ենք, շատ ենք ծիծաղել, որովհետև այսինքն ինչ անա, հիմա այտենց ամբողջ թմով ասում են Սրբազան ասելա գյուլելու ենք, չգիտեմ ինչ։ Սրբազանը այտենց բան է ասել, չէ, հարց եմ տալի։ Հարց չեն մի վարքյան, հարց եմ տալի։ Այդ ձայնագրության մեջ Սրբազանը այտենց բան է ասել։ Տեմբրայից նման էր։ Չէ, ասում են այդ խոսակցության ընթացքում ինչ որ մեկն է ասել, հետո վերագրում են այդ Սրբազանին։ Լավ, այսինքն այդ զայնագրության մասին ինչ կա։ Ոչ բան ծիծաղել ենք անցել է, այսինքն ես չգիտեմ այդ զայնագրությունը, փաստաբանը լավ մեկնաբանություն տվել։ Նախապես գրված է։ Որտեղից է այդ ցուցակը, ով է գրել, ինձ հետաքրքիր է, այդ ի՞նչ ցուցակ է։ Հիմա կարող եք դուք էլ մի հատ ցուցակ գրել, դնել, ասել ես ինչ մարդն արը։ Ես չգիտեմ այդ ի՞նչ ցուցակը։ Ցուցակ գրեք, օրինակ ուզենաք, բան հրապարակության պահարականների։ Վա, ոչ միայն, նույնիսկ Գառնիկինը չկար։ Չեք նեղացե, որ չկա։ Երկու նախարար նշանակված չէ, կարողացել նորմալ կաստինգ անեք, կադրեր չկա, ձեր մոտ էլ է կադրային։ Տեսնում եք, այսքան հումորային է իրավիճակը։ Այսինքն մենք ինչ ենք խոսում։ Ինչ-որ մի հատ թուղթ եմ գտել, լավ, լուրջ հարց եմ տա, որտեղից են գտել այդ թուղթը, այդ ում ձեռագիրն է, ով է նշանակի այդ նախարարն, ամբողջ է։ Սաղաթելյան հումորի։ Իրանք հոկտեմբերի 27-ից հետո որ մի հատ թուղթ էին ներկայացրել պաշտոնի, թվում է թե մենք էլ էլի տենց ինչ-որ բաների մեջ են հիմա գտնում հոկտեմբերի 27-ի եւ այսօր կատարվողի միջև։ Ես ասել եմ, շարունակում եմ պնդել հոկտեմբերի 27-ի շարուն իրենք են։ 7 տարի է իշխանություն են, 25 տարի հասարակությանը կերակրել են այդ թեմայով, 7 տարի է իշխանության են, ինչի չեմ բացահայտում։ Ես ասել եմ, նորից պնդում եմ երկու պատճառով, կամ փնտրել են դուրս են եկել իրենց տերերի հետքի վրա, կամ հասկացել են, որ մեղադրում են, իրեն կապ չունեն։ Ինչքան կարելի է, այսինքն 20 տարի իշխանություն չէիք հասարակության ատելությամբ սերմանում եք այդ ամեն ինչը 7 տարի իշխանություն եք։ Մարտի 1 հոկտեմբերի 27, մարտի 1 հոկտեմբերի 27, արախի չեք բացահայտում բա 7 տարի։ Հրատ Մարկյանի խոսքերն են վերջին հարցերից ցիտում ասում են սա նոր հոկտեմբերի 27-ը։ Տեսեք, իրանք անընդհատ Հրան Մարկարյան նման բան չի ասել, այս հերթական ես երեք եմ այդ մասին խոսել, հող են նախապատրաստում ձերբակալությունների համար։ Այս ընդամենը մնացածը տեսարանները բեմադրում են ու իմիջիալուց Ալեն Սիմոնյանը ժամանակին են էժան սերիալների մեջ օրավարձով խաղում այդ դերերը, քան թե հիմա, որովհետև շատ անորակ է խաղում։ Սաղաթելյան, այսինքն թեև
լսում է Բագրատ Գալստանյանի ձայնը, բայց դուք հերքում եք, ասում եք նա չի ասել։ Ես ասում եմ հետ կես առաջ, ինչ։ Ճիշտ եմ հասկանում, որ դուք Ես չեմ մեկնաբանում, ծիծաղում եմ, ես չգիտեմ դա ձայնագրությունն է, ինչը։ Դուք անձամբ լսել եք Բագրատ Գալստանյանի ձայնը այդտեղ, ձայնագրության մեջ լսել եք նրա։ Ես ձայնագրությունը մեր երկու կտոր լսել ենք, ծիծաղել ենք, անցել ենք առաջ, ես էլ ասում եմ, հիմա ձեզ հարց եմ տալի, Բագրատ Սրբազանը այդպես բան է ասել։ Այո, նրա Ես էլ ասում չի ասել։ Ես էլ ասում չի ասել։ Որ լավ լսեք, հասկանաք, որ դա իր ձայնը չի, ինչ որ մեկն ասի։ Որ չեք լսել, ինչ գիտեք։ Բայց նոր ասեցի, հիմա չէ, արդեն չեղավ, լուրջ։ Երկու բան եմ լսել։ Կոնկրետ այդ Ինչև այդ ասեցի, որ լսել ենք, ծիծաղել ենք, հարցնում եմ, ով ասել, ես պնդում եմ հիմա էլ, որ ինքը նման բան չի ասել, հետո մեկնաբանություն եղավ, չգիտեմ ով ասել, լավ էլ։ Այս ձեռքակալությունը, այս գործընթացը, եթե Բագրատ Սրբազանին հավանաբար կկարանավորեն ելելով նույնիսկ դատում, կարող է այս պայքարի ալիքին նոր թափ հաղորդել, թե հակառակը կարող է ընկճել շատերին կամ Չի կարող ընկճել ու մենք ամեն ինչ պետք է անենք, որ չընկճվի։ Իհարկե մեր մարզային պատասխանատուներին, տարբեր ակտիվների հետ օջախների վրա են հարձակվել հենց այդ նպատակով, որպեսզի ճնշեն, թուլացնեն եւ ձախողեն առաջկա process-ները։ Մենք էլ ամեն ինչ պետք է անենք, որ նման բան տեղի չունենա։ Մենք այն process-ները, որ դուք կտեսնեք։ Այսինքն հանրության գեներացիայի մասին եք։ Ես այս պահին այս իրավիճակում այսօր մի քանի գրառում տեսել եմ, չեմ ուզում էլի դրան անդրադառնամ, այսինքն լուրջ եմ ասում էլի, հիմա իմ դուրը չի գալի, երբ որ Հայաստան խմբակցության հայտարարության անմիջապես արձագանքում Արսեն Թորոսյանը ու ինչ որ իմպիչմենտի հեղինակներ։ Այդ խոսել ենք, այդ թեման ինչ ասելիք կա, ասել եմ, այս ֆոնի վրա ճիշտ չի էտի օգտագործել։ Չէ, գործընթացներին անդրադառնալով, այսինքն փողոցի գեներացիայի մասին էլ է ենթադրվում, որ Էդ էլ անաղոած դուս է կարել։ Իմը չի մտցրել եմ, քեզ էլ պատմել եմ, գիտես ոնց է եղել։ Ինչ։ Փողոց գեներացնելու մասին էլ կլինի գործընթաց։ Փողոց է գեներացվելու, ինչ է պլանավորվում, ասում եք հետագա process-ներում։ Ես կարող եմ ընդհանրապես մի բան ասել, որ մենք մեր ձեռքերը ծալած չենք նստելու։ Այսինքն չեք մնացած հարցերը, այն ով է ձեզ այդ մասին ասել։ Երկու օկիտես գրում են, դուք էլ այդ հարցին տալիս եք։ Ես լսել եք այսքան ժամանակ ես ասեմ, մենք սպասում ենք 26 թվականի ընտրություններին։ Իմիջայլոց թեմայից չեմ ուզում շեղվել, բայց ովքեր 26 թվականի ընտրություններին այդքան դեմ են խոսում, մի հատ էլ ուշադիր եղեք։ Իրանք են ամենաշատ այդ 26 թվից խոսում։ Ես չեմ խոսում, իմ թիմակիցները չեն խոսում։ Իրանք են սաղորը 26 թվից խոսում։ 26 թվականի ընտրություններին սպասելու։ Այդ չսպասողներին ասեք շուտ հելեք փողոց, արա ում եք սպասում։ Բա դուք ինչու դուք Այսինքն մեզ բռնում են, ուրախանում եք։ Ես որ դուրս գալու եղանք, կլնելու ենք, որը մեկին չենք հարցնելու։ Հենց ասեցինք դուրս են գալի, կլսեք այդ մասը։ կարող է ձեզ սպասում, բան Ոնց որ ես ասում եմ, գաղափարը մեզնից, մնացածը ձեզնից։ Սարասարեն եւ ինչի հետ եք կապում այն, որ ինչ գործողություն ուզում է լինի, ինչ գործողություն որ պիտի անեն դիմադիրների դեմ, ինչի հետ եք կապում այն, որ ինչ գործողություն ուզում են անել Հայլակին լկստի։ Առաջինը դաշնակցականների տուն են այցելում եւ առաջինը դաշնակցության գրասենյակ։ Նորմալ է, բաում այցել էին։ Բաում այցել էին։ Պարտիո պիտի դաշնակցությունից վախենան, բաումից վախենան։ Ու անուն է ուզում տայի։ Նորմալ է, այսինքն մենք էլ սովոր ենք։ Իմիջիալոցն ժամանակ մենք սկսում ենք շատ արդյունավետ աշխատել, դա էլ ասեմ։ Մենք որ հարձակվում են, դա մեր բանն է։ Մեր մեխանիզմը ավելի լավ է աշխատում։ Մենք սովորական պայմաններում ենք դժվար աշխատում։ Կուսակցություններից քանի հոգու են տարել, քանիսի տուն են մտել։ Մենք տեսանք, որ Բավական է։ թվով Բավական են նոյեմբերյանի մեր ընկերոջ պատասխանատուի Վարազդատի, Հրազդանի, Արտաշես Հունանյանի, Աբովյանում Վարդան Ավագյանից, Իգոր Սարգսյանը քիչ հետո դատը կսկսի որ դաշնակցության գերագույն մարմնի անդամը, այսինքն նորմալ հիմնականում տեղի պատասխանատուների նորմալ է, մենք սովոր ենք սենց իրավիճակում։ Կառանավոր են բոլորին։ Տեսեք, այն ինչ հիստերիան, որ հիմա տեսնում ենք, ու այս դատավորը Սրբազանին, որ դատում է, քիչ առաջ տեսել եք այդ դատավորի մասից Մելքոնյանի կուսակցությունը հայտարարությամբ հանդես եկել։ Դատապարտելով, զուգահեռներ անցկացնելով հոկտեմբերի 27 մարտին ենթադրում ենք, որ այս կամակատար այս դատական համակարգով, այո, փորձելու են մաքսիմում տանել կալանքի մարդկանց։ Շնորհակալություն։ Մենք մի փոքր միացանք չկա։
Այդ լավ է թե վատ։ Նախ Մայրաթորի հայտարարությունը ցանկացած է դրանից հետո իշխանականներն են արձագանքում մասնավորապես Վահագն Ալեքսանյանն է գրել, որ այդ հայտարարությունից հետո պետք է դուրս շպրտել կաթողիկոսի վերաբերյալից, սրան ինչպես կարծես Նիկոլին պետք է դուրս շպրտել ու իրան, այսինքն իրանք չափ սահման լեկտի, դրանց բառապաշարը, դրանց պահվածքը, այսինքն շեղված, չգիտես էլի ինչ բառ ասես, անբարոյական սրբապիղծ մարդիկ են, դրանց ինչ մեկնաբանեմ ես։ Եթե մեկին կա որ պետք է դուրս շպրտել, դա Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն նա որ համարում է գուցե Մայրաթորին Ես իրենց քայլերից վաղուց չեմ զարմանում։ Իրենք ամեն ինչի պատրաստ են հանուն իրենց իշխանությունը պահելու, քանի որ իրենք ոչ հայրենիք ունեն, ոչ սրբություն ունեն, ոչ էլ որևէ արժեք։ Իրենց իշխանության համար փորձելու են անել։ Ես ողջունում եմ Մայրաթորի հայտարարությունը, գտնում եմ, որ մեր ժողովուրդը կանգնած է մեր եկեղեցու կողքին, պետք է ամուր կանգնել, սառը հաշվարկված քայլերով գնալ առաջ եւ սրանց սադրանքներին ու էմոցիաներին տեղ չտալ։ Սաղաթելյան, ձեզ չի զարմացել հանգամանքը, օրինակ մայիսին մենք բազմաթիվ հոգեվորականների էինք տեսնում այդ օրը Բագրատ Սրբազանի կողքին, բայց այսօր այդ հոգեվորականները չկան։ Տեսեք, անկեղծ կուզեի, որ ստեղ լինեին ու ճիշտ էր, որ լինեին ոչ միայն մեր հոգեվորականները, այլ նաև շատ մարդիկ, որ անցած տարի այս օրերին Սրբազանի հետ նկարվելու համար նաև ձեզ էին հրում այս կոմենտում, որ մի հատ ֆոտո փախցնեին։ Ոչ միայն Սևանի ճամփին, որովհետև այդ բանը էլի, այդ բոլոր շարժումների ժամանակ եղել է, երբ որ շատ մարդ է լինում, այդ բեմի կողքերի համար իրար կոկորդ են կտրում, չի լինում, ասում են մեղավորի նշանակում քաշում են այնքան, բայց չլինել այս բան Սրբազանի կողքը, ես որևէ ձև չեմ կարող։ Պարոն Սաղաթելյան, մեկնաբանում։ Ընդհանուր իշխանությանը Բայց ավարտել ենք, նորից սկսեցինք ոնց որ։ Երկրորդ չնչառությունը ընդհանուր իշխանությանը ցիտելով իրենք ասում են սա պետականությանը դեմ ուղղված քայլ էր եւ իրենք կանխել են պետականության կորուստը կամ չգիտեմ հեղաշրջումը։ Այո, ջան, իրենք իրենց իշխանությունը պահելու համար ներկայացնում են պահում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը կամ պետականությունը։ Իրենք Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ առհասարակ մեր պետականության թշնամիներն են։ Ոնց կարան իրանք ասել, տեսեք ինչ 7 տարվա մեջ ինչ են արել մեր գլխում, ոնց կարան պաշտպանան։ Ընդհակառակը Հայաստանի ինքնիշխանությունը պետք է պաշտպանել Նիկոլ Փաշինյանից եւ իր թիմից, որովհետեւ իրենք վտանգ են ներկայացնում։ Եթե ազգային անվտանգության ծառայությունը մտահոգ է մեր երկրի անվտանգությամբ, պետք է թիվ 1 անվտանգության սպառնալիքին Նիկոլ Փաշինյանին մեկուսացնի։ Եթե գլխավոր դատախազը Հայաստանի պետական շահերի պաշտպանությամբ է զբաղվում, պետք է այդ շահերին գլխավոր վնաս հասցնող անձին Նիկոլ Փաշինյանին հեռացնել։